Եվ եթե մենք չհասնենք կարդինալ փոփոխության հունիս ամսին, դրանք կլինեն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ վերջին ընտրությունները, եթե գործող իշխանությունը կարողանա հաղթանակ տանել։ Պիտի խնդրեի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միանան, ցանկացած պայմանով մենք համաձայն ենք միանալու համար, միացեք, սարքեք մի հատ կուռ բևեռ եւ հանգիստ կարող ենք ջարդել։ Ամեն մեկը հույս ունի, թե ինքը վաղը կգնա ձայն կստանա, հա կստանա 2%, 3%, 1%, 4%, մեկ-երկուսը կանցնեն։ Ի վերջո իրանք հայտարարեն, որ հաղթել են ու կդնեն ու կգրփեն։ Չի լինելու խաղաղություն Ադրբեջանից, իրանք չեն կարող գնալ խաղաղության իրանք արտաքին քաղաքացիության, որովհետև ուժեղի եւ թույլի միջև խաղաղություն պայմանագիր լինելու համար երաշխավոր է պետք, առանց երաշխավորի չի լինելու այդ խաղաղությունը, հասկացեք։ Եվ հերթով տալու են, հերթով հանձնելու են եւ հերթով նորանոր դժբախտությունների առաջ կանգնեցեն, դրա համար են պայքարում ինքնության դեմ, դրա համար են պարտքայում այս մարդկանց դեմ, որոնք համարձակություն են ունեցել դուրս գալ իրանց դեմ, որովհետև այս մարդիկ իրանց ձեռք չեն տալի, եւ կներեք դրա համար է, որ արևմուտքից շատերը չէի բանանի քննադատի ամբողջ արևմուտքին, բայց արևմուտքից շատերը գերադասում են այսպես բոլորը չնկատել։